Գյուղատնտեսության ոլորտի միջազգային փորձագետները Երևանում են, մեր գիտաշխատողների, քաղաքականություն մշակողների, ֆերմերների, արտադրողների և ոլորտի այլ դերակատարների հետ քննարկելու կլիմայի փոփոխության, հողերի դեգրադացիայի դեմ պայքարի, կենսաբազմազանության պահպանման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինովացիոն և թվային տեխնոլոգիաների ներդրման արդյունավետ մոտեցումները։ Այս կոնֆերանսի նպատակն է նաև բարձրաձայնել այս բոլոր խնդիրները, խոսել մարտահրավերների մասին, որը որ հենց կլիմայի փոփոխությունն է, եւ խոսել, թե ինչպես կարող ենք նաև օգտագործելով բարձր տեխնոլոգիաները, նորարար լուծումները եւ այս կայուն կանաչ գործելակերպերը զարգացնել մեր Հայաստանի գյուղատնտեսությունը։ Կոնֆերանսն անցկացվում է Եվրամիության աջակցությամբ Ավստրիական զարգացման գործակալության կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրով։ Այս կոնֆերանսը միավորել է գյուղատնտեսությամբ զբաղվողներին եւ նորարար մոտեցումներ ունեցողներին, որ Հայաստանում ավելանա կանաչ արտադրության ծավալները։ 2 օր մասնագիտական խորը գիտելիքներ և մեծ փորձ ունեցող բանախոսները ներկայացրել են վերջին տարիների ոլորտային հետազոտությունների արդյունքները, որոնք կփոխանցվեն նաև էկոնոմիկայի նախարարությանը, որ կլիմայակայուն գյուղատնտեսության հաջողված փորձը տեղ գտնի ոլորտային քաղաքականությունում։ Առանց առաջադեմ ռեսուրսախնայող տեխնոլոգիաների անհնար է հասնել կանաչ գյուղատնտեսության, վստահեցնում է փոխնախարարը։ Այս համաժողովի շրջանակում նախանշված օրակարգային հարցերը համահունչ են Հայաստանի Հանրապետությունում վարվող ոլորտային քաղաքականությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իդեմս էկոնոմիկայի նախարարության հավատարիմ է եւ հաստատակամ որդեգրած քաղաքականությանը։ Կանաչ գյուղատնտեսության առանցքում բարիք ստեղծելն է չվնասելով շրջակա միջավայրը։ Իսկ թե ինչպես զբաղվել տնտեսական գործունեությամբ, բնության հետ ներդաշնակ, քննարկեցին կլիմայական խելամիտ գյուղատնտեսություն, շրջանաձև տնտեսություն, թվային գործիքները, դիմակայուն գյուղատնտեսության անցման ճանապարհին թեմաներով պանելային քննարկումների։ Մեզ հնարավորություն է մի կողմից ուշադրություն դարձնելու գյուղատնտեսության զարգացման հեռանկարային ուղղությունների վրա, մյուս կողմից համախմբելու ոլորտում փորձառություն ունեցող տարբեր մասնագետների, մի կողմից իրենց մտքերով կիսվելու, փորձի փոխանակում իրականացնելու։ Գյուղատնտեսության զարգացման կրթական բաղադրիչը ևս համաժողովի թիրախում է։ Վերջին տարիներին կրթական գերատեսչությունը մի շարք ծրագրեր է իրականացրել բարձրացնելու agrարային կրթության գրավչությունը։ Սկսած որոշ դպրոցներում ագրոխմբակների բացումից, միջազգային կառույցների աջակցությամբ այգի ջերմատան հիմնումից մինչև քոլեջներում աշխատանքային պրակտիկայի ներդրում ու բակալավրում 70,000 դրամ կրթաթոշակի տրամադրում։ Այս ուսումնական տարվանից նաև Ագրարային համալսարանում ներդրվել է գերակա մասնագիտությունների շրջանակում բարձր կրթաթոշակը, որտեղ ուսանողները շուրջ արդեն 12 անգամ կամ մի փոքր ավելի բարձր կրթաթոշակ ստանալու հնարավորություն ունեն, որը արդեն իսկ այս տարվա ընդունելության ցուցանիշների վրա ազդեցություն ունեցել է։ Կանաչ գյուղատնտեսության համաժողովը ապագայում էլ կշարունակի համախմբել մասնագետներին ու առաջարկել երկրի գյուղատնտեսության զարգացման միասնական լուծումներ։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։